Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում հայտարարում է, որ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան ընդդիմությունը պնդում է, թե խաղաղությունը արժանապատիվ չէ, ինչը նա մերժում է։ Նրա խոսքով Հայաստանի տարածքային խնդիրներն ու գերիների հարցը առաջացել են կոնֆլիկտի, ոչ թե խաղաղության պատճառով, իսկ խաղաղ գործընթացը մեծացնում է անվտանգության եւ գերիների վերադարձի հնարավորությունը։ Ինչով են հիմնավորում, որ խաղաղությունը արժանապատիվ չէ։ Նույն գերեվարված անազատության մեջ գտնվող անձանց արկայության հանգամանքով պայմանավորված, բայց էլի այդ մարդիկ անազատության մեջ հայտնվել են ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի, պատերազմի պատճառով եւ ընդհակառակը կոնֆլիկտի շարունակությունը անգամներով նվազեցնում է, եթե չասենք անհնար է դարձնում նրանց ազատ արձակվելը, իսկ խաղաղությունը անգամներով ավելացնում է, եթե չասենք երաշխավորում է նրանց ազատ արձակումը։ Ես շատ կոնկրետ օրինակ եմ բերում։ Ես շատ հստակ ասում եմ, որ օրինակ Վագիվ Խաչատրյանի վերադարձը Հայաստանի Հանրապետություն մեծ ցնծությամբ հասկանալիորեն ընդունվեց բոլորից եւ հանրության կողմից, բայց ես երաշխավորում եմ, եթե խաղաղության գործընթացները չլիներ, նա չէր վերադառնա։ Նա չէր վերադառնա, դա բացառվում է։ Եվ հետևաբար այս խոսույթը, որ խաղաղությունը արժանապատիվ չէ, ինքը այս պատերազմի խոսույթ է։ Այսօր տեսեք ինչ է տեղի ունենում։ Մեր զինվորների ծնողները գիշերը հանգիստ քնում են։ Սա պատերազմի Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցության համար անարժանապատիվ է, որովհետև իրենց համար արժանապատիվն է, որ մենակ իրենք հանգիստ քնեն, որովհետև իրենց երեխաները կամ չեն, իրենց տղաները կամ չեն ծառայում, կամ էլ ծառայել են Երևանի կենտրոնում, Երևանի փոքր կենտրոնում, շատ կարևոր է, փոքր կենտրոնում, ասենք օրինակ ԱԱՑ-ի պարիսպներից ներս, իսկ որ մարդիկ հանգիստ քնում են Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ծնողները եւ մենակ զինվորի ծնողները չէ։ Այս արդեն իրանց համար անարժանապատիվ է, որովհետեւ արժանապատիվը իրանց համար է, որ միայն իրենք քնելու եւ հանգիստ քնելու հնարավորություն ունենան։ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատում է Փաշինյանին, ասելով, թե անհասկանալի է ինչ հիմքով է նա խոսում պատերազմի սպառնալիքի մասին, եթե կա հիբրիդային սպառնալիք, ինչու չի հրապարակվում դրա աղբյուր պետությունը։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը ինչ սոցիոլոգիական հարցումներ է ստանում, ինչպիսին է նրա մոտ պատկերը, որ որոշել է այս շրջանից սկսած սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով, ինչքան վատ պիտի լինի որևէ քաղաքական ուժի վիճակ, որ դիմի նման ծայրահեղ քայլի, որովհետև այո, սեփական ժողովրդին պատերազմով սպառնալը ծայրահեղ քայլ է։ Երկրորդը, որ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, այն է, որ մեզ արդեն տևական ժամանակ է ասում են, որ Հայաստանում առկա է հիբրիդային սպառնալիք, որ ընտրություններից առաջ այդ սպառնալիքը սրվում է միայն, անգամ արտաքին հետախուզական ծառայությունը իր զեկույցում անդրադառնալուց բացի մի առանձին հայտարարությամբ հանդես եկավ, նշեց, որ բացահայտվել է կոնկրետ երկրի հատուկ ծառայության միջամտության դեպք։ Ես պարզ հարց ունեմ մեր ինքնիշխաններին, ճակերտավոր ինքնիշխաններին, եթե տենց կոնկրետ դեպքեր են բացահայտվել, եթե այդքան կոնկրետ տեղեկություններ ունեք, ինքնիշխաններ, ինչու՞մ է խնդիրը, որ կաշկանդված եք տալ այն պետության անունը, որը մեր համար ներկայացնում է այդ սպառնալիքը։ Ինչպես կարող է ինքնիշխանությունը ունենալ սահմանափակում, ինչից եք վախենում ընդհանրապես։ Ինչ կաշկանդում ունեք։ Դա հենց ինքնիշխանության սահմանափակում չէ՞ արդյոք, որ դուք նկարագրում եք սպառնալիք չափազանց կոնկրետությամբ, բայց կաշկանդված եք ասել, որ երկրից է գալիս այդ սպառնալիքը, ինձ գուցե չեք ասում, որ գնաք Բրյուսել, մի բան ասեք, գնաք Մոսկվա, մեկ այլ բան ասեք։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունն է շեղվել Արցախի հարցում իր սկզբունքներից նշում, որ Նիկոլ Փաշինյանը 3 անգամ փոխել է դիրքորոշումը եւ իր խոսքով ստեղծված ողբերգական հետևանքների համար պետք է կամ ներողություն խնդրի ու հրաժարական տա կամ շարունակի փորձել խուսափել պատասխանատվությունից, ինչն էլ ըստ Աբրահամյանի նա ընտրել է։ Փաշինյանը Բաքվին վստահեցրել է, որ կկատարի Ադրբեջանի բոլոր պահանջները։ Եթե 23 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ապա ինչպես է պատահել, որ նույն այդ պատերազմական գործողությունից հետո ճակերտավոր չկռված
Պաշտպանության բանակի հրամանատարը իր ծառայությունը շարունակում է Հայաստանի զինված ուժերում։ Սա երկու բան կարող է նշանակել։ Առաջինը կամ Նիկոլ Փաշինյանը ստում է, այսինքն հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կամ երկուս Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր է բոլորային իրավիճակները, երբ որ զինված ուժերում ծառայություն են անցնում մարդիկ, որոնք իր գնահատականներով փախածներ են։ Այսինքն կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ երկու ճանապարհի պարագայում էլ իշխանությունը որևէ արդարացում այստեղ չի կարող ներկայացնել։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ սխալ է պնդումը, թե իշխանության չվերարտադրման դեպքում ինքնին պատերազմ կլինի։ Նրա խոսքով պատերազմը կախված է բազմաթիվ գործոններից՝ տարածաշրջանային զարգացումներից, գերտերությունների հարաբերություններից, Հայաստանի պաշտպանունակությունից ու դիվանագիտությունից։ Ըստ Սարգսյանի, Փաշինյանի վերարտադրվելը կամ չվերարտադրվելը ինքնին չի որոշում պատերազմի հավանականությունը եւ նման պնդումները մանիպուլյացիա են։ Պատերազմը չի պայմանավորվում մեկ անձի ընտրվելով կամ չընտրվելով։ Պատերազմի համար անհրաժեշտ է մի շարք գործոնների համադրություն, ինչպիսիք են տարածաշրջանային գործընթացները, Հայաստանում առկա իշխանության ինքնապաշտպանության կազմակերպման ունայնությունը, նաև այլ հանգամանքներ։ Իրականում ԱՄՆ, Իսրայել, Իրան պատերազմի չափազանց շատ բան է կախված Ադրբեջանի ախորժակի առումով, ինչը Հայաստանի իշխանության վերարտադրման հետ ուղղակի կապ չունի։ Պատերազմ չի լինի, եթե լինի ուժեղ բանակ, հավասարակշռված դիվանագիտություն եւ կանխատեսելի քաղաքականություն, ինչը նշանակում է, որ իշխանության չվերարտադրվելն այս առումով ավելի նպաստավոր է։ Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն հրահրելուց առաջ անհրաժեշտ են տասնյակ գործոնների առկայություն, մի շարք նախապայմաններ, նախապատրաստական աշխատանքներ, ակտիվ դիվանագիտական գործունեություն եւ բարենպաստ միջազգային իրավիճակ ու միջավայր։ Զրուցենք։ Իսկ քո հետ որ հիմա սենց եք անում ես ժողովրդի, ինչին արժանի չեմ։ Կոնկրետ սրան տանեք, վախում ես։ Երեք հերթական աղմկահարույց միջադեպներ տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ ազգային ժողովի նախագահը ի պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն ինքը եւս հայհոյել էր։ Միջադեպից հետո ոստիկանները բերման էին ենթարկել երկու քաղաքացու անհետ կորած զինվորի ծնող եւ ակտիվիստ Միքայել Մարգարյանին եւ համահայկական ճակատի նախագահ Արսեն Վարդանյանին։ Սիմոնյանը կարծում է, թե երեկվա միջադեպը կազմակերպված է եղել, նաեւ գիտի թե ում կողմից։ Իմ կարծիքն է, որ դա կազմակերպված էր։ Իմ կարծիքն է, որ դա կազմակերպված էր։ Իմ կարծիքն է, որ դա կազմակերպված էր։ Ես գիտեմ դա ում կողմից է կազմակերպված։ Ես վստահ եմ, որ նման դեպքեր, ընտրությունները մենք ինչքան մոտենանք, այնքան շատ է լինելու։ Գիտեմ որտեղից է ուղղորդված, այսինքն գալ որդեկորույստ անհայտ կորածների, ծնողների, բարեկամների մեջ խառնվել եւ քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել եւ հեռախոսի ու նույն տեղից հեռախուղ եթերով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահային սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, բանա, ես այդ ոնց է ստացվում, ես քաղաքացի չեմ, թե ես ասենք Հայաստանի Հանրապետության պաշտոնյա չեմ։ Արսեն Վարդանյանը եւ Միկա Մարգարյանը արդեն երեկոյան ազատ էին արձակվել։ Բարև ձեզ։ Դեսենց, մեր իշխանավորը հերթական անգամ ցույց տվեց, որ ցանկություն չունի քաղաքացիների հետ շփվելու, որ իրանք հատուկ վերաբերմունք ունեն տարբեր քաղաքացին, զանազանում են իրանց հարմար քաղաքացի եւ իրանց անհարմար քաղաքացի։ Ցավոք սրտի դե արդեն Ալենը հասկանում ենք իր բարևարկով արդեն բազմիցս ապացուցել է իր էությունը, իր կեցվածքը։ Այսօր հերթական անգամ ես երդվում եմ, որ ես մտքովս չէր հանցնում սադրել, բայց սադրեց նա եւ ստացվեց այն ինչ որ ստացվեց։ Մեր պայքարը շարունակվում է, մենք հասկանում ենք, որ ազգային ժողովը որոշ չափով անհանգստանում է մեր շարժումով, դա այսօր ինձ ուրախացնում է, падգամավորների դրական պատասխաններ ունեինք, քննիչ պատերազմի հետևանքները քննող հանձնաժողովի պահանջով ենք բացման պահանջի վերաբերյալ ենք այսօր եւ падգամավորներից այդ թվում նաեւ ԿՊ-ական падգամավորներից մի մասը համաձայն է, որ հանձնաժողովի զեկույցը պետք է հանրայնացվի եւ պետք է հանրայնացվի մինչեւ ընտրությունները։ Դա մեր պահանջն է եւ պահանջը գնալու է մինչեւ վերջ։ Անցագործները նոր իշխանության չեն կարող կանել։ Ընդդիմադիրներ, դիմադիրներ, իշխողներ բոլորը մասնավորապես բոլորը ովքեր ներգրաված են ազգային ժողովում ամեն մարդ իր փայ պատասխանը պետք է տա այս արարիվի համար։ Այո, եւ խուլիգանները պիտի չլինեն հաջորդ ազգային ժողովում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենի 2025 թվականի տարեկան հաշվետվությունում առանձին ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասին եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին փաստաթղթում ընդգծվում է տարածաշրջանի կարեւորությունը ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ ազդեցության ֆոնին։ Դաշինքը դրական է գնահատում հայ-ադրբեջանական երկխոսության առաջընթացը եւ նշում Միացյալ Նահանգների ներդրումը բանակցային գործընթացում։ Ընդգծվում է 25 թվականի օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը որպես հարաբերությունների կարգավորման կարևոր քայլ։ ՆԱՏՕ-ն նաև հայտնում է երկու երկրների հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին։ Ընդհանուր առմամբ հաշվետվությունը հայ-ադրբեջանական գործընթացը դիտարկում է որպես տարածաշրջանային կայունության առանցքային գործոն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս 10 օրով հետաձգում է հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Բանակցություններն ըստ Թրամփի շարունակվում են եւ չնայած հակառակը պնդող հայտարարությունների դրանք շատ լավ են ընթանում։ Օրերս Wall Street Journal եւ AP-ն գրել էին, որ Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով 15 կետանոց առաջարկներ է փոխանցել Իրանին։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, բայց չի բանակցում։ Իրանի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից իրականացված հարձակումների մասին, ընդգծելով Իրանի վճռականությունը պաշտպանելու իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Արաղչին նշել է, որ թիրախավորվել են նաեւ քաղաքացիական օբյեկտներ, դպրոցներ, հիվանդանոցներ եւ մշակութային շենքեր եւ կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննել միջազգային իրավունքի խախտումները։ Իսլամական Հանրապետության արտգործնախարարը նաեւ քննադատել է Իրանին զսպվածության կոչերը, հայտարարելով, որ հենց Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են ռազմական ագրեսիա իրականացրել Իրանի դեմ վտանգելով տարածաշրջանի անվտանգությունը։ Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել լուրջ գործողություններ ձեռնարկել եւ վճռական ու հստակ դիրքորոշում ընդունել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր ներքին պարտականությունը կատարելիս, դատապարտել ագրեսորներին եւ օգտագործել կազմակերպության եւ անկախ երկրների կարողությունները նրանց պատասխանատվության ենթարկելու համար։